կոնկրետ անձի որակների մասին չենք ասել, չէ՞ մենք երբ հայտարարությունը տարածեցինք impeachment-ի գործընթացի մասին, չենք ասել որևէ անձի մասին, որևէ պահանջներ չի ներկայացել, որ ասենք այս մարդը պահանջներին բավարարում, այս մարդը պահանջներին չի բավարարում, այսինքն դա եղել է ունիվերսալ հայտարարություն։ Իսկ քանի որ այս դեպքում արդեն կոնկրետ տեխնացու կա, դուք նրա Կրկնում եմ, թե հայտարարությունը մեր հայտարարությունը, որը տեղել է տեքստը, տեխնացուի վերաբերյալ որևէ չափորոշիչ չի պահանջել, այսինքն ունիվերսալ է։ Բայց նորից ճանաչում Դավիթ Համբարձումյանին։ Էլի եմ կրկնում, Դավիթ Համբարձումյանին ինձ կարող է մի անգամ փողոցում բարևած լինել։ Դա խնդիր։ Պիտի մտերիմ ճանաչեք որն է։ Դու կարծիք ես ինձնից ուզում եմ ուզում հարցնել։ Պիտի պարտադիր դեր մտերիմ լինի, որը impeachment-ի։ Դուք ինձնից կարծիք եք ասեմ ես մարդուն մասին այսօր կարծիք չեմ կարող ասեմ, անձամբ չեմ։ Հայտարարությունից հետո քննարկում չի եղել թեմում։ Չէ դեռ, որովհետև հայտարարությունը եղել է շաբաթ կեսօրին։ Որոշում երբ կլինի հստակ։ Չեմ կարող ասեմ, բայց ողջամիտ ժամկետներում։ Պարոն Խաչատյան, առաջ այս հայտարարությունից հետո ինչ որ տարբերելի է այսպես շրջանակներից հնչում են կարծիքներ, որ այս քայլով Սերժ Սարգսյանը օրինակ ցույց տվեց, որ փորձում է իր աջակցությունը այս տեխնացության առաջադրումով։ Եթե հանրապետական կուսակցության տեխնացուն, մենք մնում ենք նույն հայտարարության մեր շրջանակներում, լավ, եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը։